Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Սարգսյան, եւս մեկ առաջարկություն ունեմ։ Դուք եւ պարոն Արման Սարգսյանը գուցե քննարկեք այդ առաջարկությունը դիտարկեք, բայց մինչեւ առաջարկությանը անցնելով ուզում եմ նշել, որ այո, բավականին երկար տասնամյակներ մենք ունեցել ենք այդ խնդիրը, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով խուսափել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելով եւ գտնվում են հիմա արտերկրում եւ իրապես շատ կարեւոր է, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ մեր հայրենակիցները այժմ վերադառնան հայրենիք եւ ծառայեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, քանի որ մենք այսօր իրապես ունենք նոր իրավիճակ, քանի որ իրապես Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բավականին ոլորտային արմատական բարեփոխումների են ենթարկվել եւ բացի դրանից էլ խաղաղությունը, որը ամենակարևոր ձեռքբերումն է մենք այսօր ունենք, այսօր մեր Հայաստանի Հանրապետության տղաները ծառայում են իրապես խաղաղ պայմաններում եւ դա ամենակարևորն է եւ ավելի գրավիչ է դարձնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը եւ ես ուզում եմ հորդորել նաեւ մեր հայրենակիցներին, որ անպայման օգտվել օրենքից, վերադառնալ հայրենիք եւ մտքում ունենալ անպայման առաջին հերթին ծառայելը, բայց ասնեմ առաջարկից նախագծով նախատեսված այդ 24 ամիս եւ 15 միլիոն։ Ես կարծում եմ, որ մենք քան որ անցել ենք 1.5 տարի ծառայության, եւս այս պայմանը եւս դիտարկել 24 ամիսը 1 տարի 8 ամիս նայել, որովհետեւ տեսեք, եթե արդարության տեսակետից էլ նայենք, այսօր զինվորները ծառայում են 1 տարի 8 ամիս, ծառայում են հենց այն տղաների հետ, ովքեր ամեն դեպքում 24 ամիս ծառայում են։ Խնդրում այս առաջարկս անպայման քննարկել։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։